Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեկնաբանեք, եթե դատախազությունը չի հրաժարվում այն հայցերից, որոնցով ապօրինի ծագում ունեցող նյութով անցնող անձինք արդարացվել են։ Այս դեպքում ինչի է սա հանգեցնելու իրավական գործընթացի տրամաբանության մեջ, սա ինչպես կմեկնաբանեք։ Կան դեպքեր, երբ ինչ որ մի քայլ չձեռնարկելը կարելի է համարել, որտեղ օրենքը կարելի է այսպես կամ այնպես մեկնաբանել։ Կան դեպքեր, երբ այն աստիճան ակնհայտ է օրենքի մեկնաբանությունը, որ այս ձևով կամ այն ձևով մեկնաբանելը հանգեցնում է փաստացի հանցավոր գործունեության։ Հույս ունեմ, որ դատախազությունը չի գնա այդ ճանապարհով, բացառում եմ, ոչ չեմ բացառում, այդ դեպքում պայքարը կշարունակվի եւ կարող եք չկասկածել արդյունքում։ Խնդրեմ։ Ոչ, ես չեմ համարում, ուղղակի այլ եղանակ չկար։ Այսինքն սահմանադրական դատարանը չէր կարող գնալ եւ ասել, երբ որ մածունը սև է։ Սա շատ ակնհայտ է։ Այլ բան է, որ նա բազմաթիվ այլ հարցադրումներին չանդրադարձավ, բայց ակնհայտ հարցադրումներին, որոնք ուղղակի մեխել է մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տոդորովի գործով, չէր կարող չանդրադառնալ։ Վերջին հարցը, չէ՞։ Նախավերջ, շատ լավ։ Եթե դատախազությունը որևէ կերպ փորձի ուսանավել, չհրաժարվել հայցերից կամ մգոնեն նվազեցնի շրջանակը, հայցի առարկայի շրջանակը, դա ինչպես կանդրադառնա առհասարակ, ինչ կարող հանգեցնել թե միեդում, թե առհասարակ արդյոք դա նաև կասկածի տակ չի առնի ապօրինի դեպքի բռնականացման ինստիտուցիան Չէ, իհարկե, ինչի կհանգեցնի միեդում, կարծում եմ ակնհայտ է բոլորին, այդ թվում դատախազությանը, կարծում եմ դա ակնհայտ է նաև դատարաններին, ես հույս ունեմ, որ դատարանները այնուամենայնիվ կկարողանան իրենց բարձունքի վրա գտնվել եւ տարական բաները ճիշտ մեկնաբանել, տեսնելով, որ այսպես թե այնպես ինչ որ մի պահ ճշմարտությունը միևնույնը հաղթում է։ Հույս ունեմ, կարող է դա շատ ժամանակ խլել, կարող է։ Համեցեք։ Նայեք, ես չեմ կարող ինձ նկատի ունի Տիկին Գալյանը, ես դա չեմ բացառում, ես ունեմ իմ դիրքորոշումը, ավելին շատ շուտով գրավոր կներկայացնեմ այն իմ դիրքորոշումը։ Արդեն նշեցի, Տիկին Գալյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցը ինչպես է կարողանում մեկնաբանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներ։ Փառքաստո այդ հարցում սահմանադրական դատարանը վերջակետ դրեց։ Եթե շարունակեն նույն ձևով, ինչ որ մի պահի մենք կհասնենք վերջակետին։ Վերջակետին կարող ենք հասնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Բայց որ վերջակետի մի օր կհասնենք, ես կարծում եմ այո։ Իսկ այստեղ այն պայքարը չի, թե ով առաջինը կասի, որ մյուսները հիմա սկսելու են մանիպուլացնել։ Դրա մասին չի խոսքը։ Ես արդեն նշեցի, որ բանն այն է, որ սահմանադրական դատարանի որոշումը այնքան պարզ է գրված եզրափակիչ մասը, որ կարելի է բացել դա, բացել ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքը, կարդալ եւ ձեզ վստահեցնում եմ, խորը իրավական գիտելիքներ չի պահանջում այն ճիշտ մեկնաբանելու համար։